Բարև ձեզ, ես Ալեքսանդր Գևորգյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանում։ Այսօր մասնակցում եմ բնագիտության ֆլեշմոբին։ Հարցերից մեկը այն էր բնագիտական փորձի շնորհիվ պարզ ներկայացնեմ, թե ինչպես ենք ստանում գոլորշի։ Որպես փորձանոթ ընտրել եմ այնպիսի փորձանոթ, որի մեջ ջուր լցնեմ և դնեմ գազի, նա սկսի արդեն գոլորշի անալ։ Որպես հեղուկի տեսակ ընտրել եմ ջուրը, որը պետք է հասցնեմ երման աստիճան։ Տեղավորվում է 530 գրամ ջուր։ Հիմա լցնենք իմ փորձանոթի մեջ, տեսնենք ինչքանը կտեղավորվի նրա մեջ։ Ամբողջը չտեղավորվեց, ես երման աստիճանի կհասցնեմ 250 գրամ։ Փորձանոթը կդնեմ գազոչաղի և կտեսնեմ ինչքան է գոլորշի անում։ Հիմա ես ժամանակ եմ պահել, միաժամանակ կհետևեմ, թե քանի րոպեում է տեղի ունենում գոլորշիացումը։ Տեսնում եմ, որ ջրի մեջ հայտնվում են բաղկաճակներ։ Տեսնում եմ, որ քիչ-քիչ արդեն ջուրը հայտնվում է երման աստիճանին։ Եռալ, արդեն բարձրանում է վերև և նրա քանակը ավելի քչանում է։ Երման ընթացքում ծուխը բարձրանում է վերև և դառնում է գոլորշիացում։ Ինչի հետևանքով ջուրը շատանում է, թե քչանում է։ Հետևանքով ջուրը շատ քչանում է, որովհետև գոլորշի անում է։ Սուպան հետաքրքիր էր առայժմ։